Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արածատներ, բարելույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Մեծ բահոց քարաստորյա ժամանակաշրջանի մեջն ենք։ Մեծ բակը սիրելիներ սկանչելի արիթ է, որ յուրաքանչյուրս մեր մարմինը զրգենք զանազան ուդեստեղենները այդ պիսով ջնշելով մարմնին վրա եւ փոխարենը հոգիով սպաղինք մեր հոգին աջեցնելով աղոթքով, ձոմաբահությամբ, բարեգործությամբ, աստվածաշունչ ընթերցելով, սուրբ պատրակներու մասնակցելով, հոգևոր ժամերկությանց մասնակցելով, արևակալի հսկման այս բոլորը սիրելներ հոգին է որ գաջեցնեն եւ չմոռնանք նաեւ այս ընթացքին անդրադարձ կատարելու թեպի ներս նայելու փոխանակ թեպի դուրս նայելու մենք միշտ պատրաստ ենք որպես մարդիկ թեպի դուրս նայելու ուրիշներուն նայելու խոշորացույցը անոնց վրա դարձնելու միշտ սիրներ մեծ բակը այն լավագույն ժամանակն է որ խոշորացույցը դարձնենք թեպի ներսը եւ տեսնենք այնտեղ ինչեր կան ինչ մեղքեր կան ինչ մոլություններ կան որոնք Աստծո սիրտը գծացնեն եւ դերը գուզե որ մենք լվացվենք մակրվենք ապաշխարության արդյունքով քանի որ առաջ ցեզի խոսեցա ուդիկ եւ բակ բարերու մասին եւ ասի որ ուդիկը այն ժամանակաշրջանն է երբ մարդ գրնա մսեղեն ուդել գատնեղեն ուդել եւ այլն իսկ բակը այն ժամանակաշրջանն է որ մարդ այդ բոլորեն գհրաժարի եւ ավելի փուսեղեն գանաչեղեն արմատներ եւ այլն այդպիսի ընտեղեններ գուտե սիրելներ ինչպես որ մեծ բակը 40 օր է ավակ շաբաթը չհաշված ավակ շաբաթը արդեն սուրբ շաբաթ է հետեւաբար շաբաթաբակ է ատկե վերջալ այսինքն զադիգեն մինչև համբարձում ուդիկ օրերեն այդ շրջանին նույնիսկ չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը բակ չեն բահեր ինչու որովհետեւ փեսան մեզի հետ է ամեն շաբաթ ցեզի կընթերցեմ եկեղեցվո սուրբ հայրերեն քրությունը այսօր ցեզի պիտի ընթերցեմ սիրելներ սուրբ Հովան Մանտագունիի ջարերեն մեկը 28-րդ ջարը ուր փախտadությունը գնե 40-րդած բակին եւ զադիգեն մինչեւ համբարձում երկարող 40-ին ուդիկ 40-ին միջև սկանչելի փախտadությունը որբեսի դուք դեսնեք սիրելներ խորուրդներու դարբերությունը երկու բառով ասեմ որ Սուրբ Հովան Մանտագունին մեր շատ լուսամիտ հայրաբետներեն մեկն է գրծեր աշակերտներեն մեկը եւ արժանավոր աշակերտներեն մեկը Սուրբ Սահակ Բարթև Հայրաբեդի եւ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եւ անոր աշակերտներուն ծնած է 420 թվականին ինք սիրելիներ իմաստությամբ լեցված մարդ էր 478 թվականին գտարնա հայոց կաթողիկոս մինչև իր վախճանումը 490 թվական եւ իր օրերուն է որ Վահանյանց շարժումը կստեղծվի եւ Վահան Մամիկոնյանը գտարնա հայոց մարզբան 485 թվականին ահա սիրելիներ օրտնյալ կաթողիկոսը լեցուն իմաստությամբ ինքն է որ նաեւ սիրելիներ օգնած է որբեսի գազմվի ժամակիրքը քրած է բազմաթիվ շարականներ ունի բազմաթիվ ջարեր հոգևոր ջարեր որոնք հայ քրիստոնյան ավելի արակինի կդարձնեն եւ Աստուծո ջամփու մեջ կառաջնորդեն եկեք սիրելիներ այս շատ հետաքրքրական փախտadության մասին լսենք սորվինք որբեսի գիտենք թե ինչու համար Քրիստոսի հարութենեն մինչև համբարձում բակ չենք բահեր մինչդեռ այդքե 40 օր առաջ բակը բահենք 40-րդական բակի եւ զատկական 40-ի փախտadության մասին
40-ական բակը ուրփաթ կգոչվի։ Ինչու ուրփաթ կգոչվի այս ամբողջ 40-օրյա բակը կբացատրի հայրաբեդը։ Ուրփաթը մեր Տիրոջ խաչելության օրն է։ Այդ օրը աշխարհի բոլոր չարչարվածներուն համար Տիրոջ չարչարակները իրենց վրա օրինակ ունենալու առիթ է։ Տիրոջ հետ չարչարագից եղողներուն եւ Տիրոջ բադվիրանները բահողներուն համար փրկության եւ բահբանության առիթ է եւ Տիրոջ խաչելության չարչարագից ու հարության փարագից ըլլալու եւ մեղավորները ապաշխարության հրավիրելու առիթ է։ Ահա թե ինչու համար սիրելներ այս մեծ բահոց 40-օրյա շրջանը ուրփաթ կգոչվի ամբողջությամբ, այսինքն ուրփաթի խորհրդով, քանի որ ուրփաթ օրն էր, որ Տեր Հիսուս Քրիստոս խաչվեցավ, հետևաբար սիրելներ, անոնք որոնք Քրիստոսի չարչարագից են, անոնք որոնք սիրելներ Հիսուսի բադվիրաններու մեջ են գաբրին, անոնք ալ այդ ուրփաթի խորհրդին մեջ են որ գնտանան Քրիստոսի հետքերուն վրայեն։ Այս 40-ին, այս մեծ բահոց 40-ին շաբաթ եւ գիրագի օրերուն բակ կբահենք չորեքշաբթիի եւ ուրփաթի նման։ Սիրելիներ, արաքելական կանոնը գսե, որ ովևէ մեկը շաբաթ եւ գիրագի բակ չբահե։ Շաբաթը սուրբերու նվիրված է, գիրագին դերունի նվիրված է։ Բայց անիգա մեծ բահոց օրերուն համար չէ։ Անիգա սիրելներ դարվան օրերուն համար է։ Անցյալին հрьяաները երկուշաբթի եւ հինգշաբթի կբահեին բակը։ Իսկ քրիստոնյաները արաքյալներու ուրեմն հաստատած կանոնին համաձայն չորեքշաբթի եւ ուրփաթը սկսան բահել։ Ինչու չորեքշաբթի? Որովհետեւ չորեքշաբթին Քրիստոսի մատնության օրն է, իսկ ուրփաթը Քրիստոսի խաչելության։ Անոր համար սիրելներ մենք այդ օրերուն կբահենք բակ։ Բայց 40-օրյա բայցողության ընթացքին, ահա Սուրբ Հայրաբեդն ագսե, պետք է շաբաթը եւ գիրագին սիրելներ ուրփաթի պես գադարել։ Նորեն կգարտամ, այս 40-ին, այս 40-օրյա բայցողության ընթացքին շաբաթ եւ գիրագի օրերուն բակ կբահենք չորեքշաբթի եւ ուրփաթի նման։ Իսկ 40-օրերորդի գիրագին կգոչվի առաջին օր եւ ըսկիս փարության։ Զադգի օրը 40-օրդին առաջին օրը կգոչվի եւ զատկվան հարության առաջին գիրագին։ Ուրախության եւ արքայության ավետիսի բադվիրանաբահ անցեր ուրախությամբ եւ արդարորեն ուրփաթ ու չորեքշաբթի օրերուն գիրագի ու շաբաթի նման գրնան ուդել, որովհետեւ ինչպես զադիգեն մինչեւ Տիրոջ համբարձումը գիրագի կգոչվի, այնպես ալ փարեգենտանեն մինչեւ զադիկ ուրփաթ կգոչվի։ Սիրելներ, տեսեք, 40-օրյա բայցողության ընթացքին ուրփաթի խորհուրդն է, Քրիստոսի չարչարանքներուն խաչելության խորհուրդն է, հետևաբար շաբաթ եւ գիրագի ալ բակ կբռնվի։ Իսկ Քրիստոսի հարութենեն մինչեւ համբարձում գիրագի խորհուրդն է, շաբաթի եւ գիրագի խորհուրդն է, հետևաբար նույնիսկ ուրփաթ եւ չորեքշաբթի օրերը ուդիկ օրեր են, բակ չեն բահվիր։ Ասիկա միշտ լավ իմացեք, որբեսի սիրելներ 40-օրյա ընթացքին բակը չխախտեք, իսկ զադիգեն մինչև համբարձում բակ բռնելու այլևս գարիք չկա։ Ինչպես ասի, որովհետև Փեսան մեզի հետ է։ Արդ ինքզինքդ համոզե եւ այս քավության 40-ը միացուր այդ ուրախության 40-ին հետ։ Այս 40-օրյա բայցողության ուրեմն դրդմությունը միացուր գսե զադիգեն վերջ եկող 40-օրյա ուրախության հետ, որովհետև մեկը մյուսին հետ գաբ ունի։ Եթե սիրելներ հոգևորապես ճիշտ ցևով չաբրինք, եթե չզղջանք, չաշխարենք, այդ ժամանակ չեն կնար ուրախության 40-ը դոնել։ Փախտադե 40-ը 40-ի եւ ուրփաթն ու չորեքշաբթին շաբաթին եւ գիրագին հետ եւ գտնես միջինը։ Այս մեկու մեջ հակեցում եւ ուրախություն չկա, իսկ մյուսին մեջ բակ եւ դխրություն չկա։ Ուրեմն այս 40-օրյա բայցողության ընթացքին ուրախություն չկա, դրդմության օրեր են, հակեցում չկա, որովհետեւ բակի օրեր են, մինչդեռ Հիսուսի հարութենեն մինչև համբարձում այդ ժամանակ դրդմություն չկա եւ բակ չկա։ Այս առաջին 40-ը դարվան ընթացքին
մեղքերու կավության եւ հաջորդ 40-ը դարվան ուրախության արիտներ են։ Արդ օրենք է բահոց այս 40-ը բարեգենտանեն զադիկ խոնարհությամբ բահել։ Այս 40-ը, որ իրականության մեջ սիրելիներ 49 օր է, 50 օր է, բայց 40 կգոչվի, ուրեմն օրենք է գսե Սուրբ Հովանանտագունին, որ խոնարհությամբ բահենք, որովհետև դարվան մեղքերու կավության եւ թողության ժամանակը կնկատվի։ Ապաշխարության ժամանակ կնկատվի։ Այլևս քինի, յուղ, հավգիտ, ցուգ, բանիր, գարակ, գաղդի, գաղդին սիրելներ ուրեմն խմորեղենն է, թարթն է, բդուղով, ուրեմն միրկով, գաթով եւ այլն, ուրեմն մածուն, քամված մածուն, լեպնի մածուն, գաթ, սեր, ցգանմորեն ցուգեն պատրաստված ուդելիք է, այս բոլորը բնավ օրենք չէ եւ վայելալ չէ ջաշակել։ Մեծ բակի օրերուն սիրելներ այդպիսի բաներեն պետք է հերու մնանք ամբողջությամբ։ Թե մեծին, թե փոքրին, թե արդարին եւ թե մեղավորին համար։ Ամենքն ալ սիրելներ պետք է հերու մնան այսպիսի ուդեստեղեններեն։ 40 օրերու մեր գերագուրները շատ են, բակի ջաշերը շատ են գսե։ Գանեպահատ, գանեպի հադիկները, գդավադը հունդ է սիրելներ։ Փոխինթը գիտեք արդեն ալյուրով ուրեմն խարգված, փողված արյուն է, յուղով եւ մեղրով խառնված։ Հադերեն, սամթաչուր, սամիթե։ Այս 40 օրերուն դերը փորձության լեր կնած իր հետ տանելով փորձիչ սատանան, որպես օրինակ բոլոր հավատացյալներու հաղթության։ Աստված բակ բահելու գարիքը ուներ, զայն մարդոց օրինակին համար չրավ, Քրիստոս բակ բահելու գարիք ուներ սիրելներ, պատասխանը հստակ է, ոչ, բայց մեզի օրինակ դալու համար ռավ, որբեսի Քրիստոս ցույց տա, որ գրնանք մենք փորձության ժամանակ հաղթանակ տանիլ չար սատանային վրա։ Արդ եթե Պողոսի խոսքով ամեն օր չեն կրնար մեռնիլ, Պողոս արաքյալ գսե Քրիստոսի հետ մեռնինք, քոնե 40 օրեր ճանանք դիրոջ չարչարանքին հաղորդագիծը լանք, որբեսի դարվան ընթացքին մեր կործած մեղքերեն 40 օր հերու մնանք։ Չես գիտեր թե անոնք, որոնք մտքով Քրիստոսի չարչարանքներուն չարչարագիծ կլան, անոնք միայն գրնան Քրիստոսի հարության փարագիծը լալ։ Ով որ սիրելներ միտքով ֆիզիկապես չեն կրնար Քրիստոսի չարչարանքներուն չարչարագիծը լալ, անոնք սուրբերը նահատակներ եղան, մարտիրոսներ եղան, բայց ամենքը սիրելներ գրնանք միտքով չարչարագիծը լալ Քրիստոսի։ Հետևաբար անոր Քրիստոսի չարչարագիծը լա, նաև հարության ալ փարագիծ կլա։ Որովհետև ըսված է թե ոչ միայն պետք է հավատալ Քրիստոսի, այլև պետք է անոր անվան համար չարչարվիլ։ Հետևաբար այս 40-ը դիրոջ խաչելության չարչարանքն է եւ մյուս 40-ը դիրոջ հարության եւ գենտանության։ Այս 40-ը դիրոջ չարչարանքներուն կացախն ու լեղին է, իսկ մյուս 40-ը դիրոջ հարության խարիստ ու խորոված ցուգի բաժինն է։ Այս 40-ը զինվորներու կողմէ դիրոջ քերեզմանը գնկված բահելու համար է, եւ մյուսը հրեշտակներու միջոցով դիրոջ հարության ավետիսը հաղորդելու մարիամներուն։ Այս 40-ը միջնորդություն է ապաշխարության, իսկ մյուս 40-ը երաշխավորություն թողության։ Այս 40-ը հանցանքներու կավության համար է, իսկ մյուս 40-ը մեղքերու թողության։ Այս 40-ը լալու եւ արդասվելու համար է, իսկ մյուսը ծնծության եւ ուրախության։ Այս 40-ը ցավով եւ դրդմությամբ սերմանելու համար է, իսկ մյուս 40-ը փառքով եւ օրհնությամբ ժողվելու։ Այս 40-ով մեծ մարգարեն Մովսես ժողովրդին օրենքը տվավ, իսկ մյուս 40-ով Մովսես կավեց Ահարոնի եւ ողջ ժողովրդի հանցանքը։ Այս 40-ով Եղիա սինալեր կնաց դիրոճմե երկինք բարձրանալու հրամանը ստանալու։ Այս բակով
երեք մանուկները ապրեցան դոչորվող բարձրապերց գրագի փոցերեն։ Այս բակով նինվիացիները փեգանեցին Տիրոջ մահվան վճիրը, որովհետև Տերը ուզած էր բնաչնչել Նինվեն, բայց անոնք ապաշխարեցին եւ Տերը ետ դարձավ իր որոշումեն, որովհետև իրենց ապաշխարության բակը ընդունելի եղավ եւ արագ ներումը ստացան իրենց հանցանքներուն եւ մեղքերուն համար։ Աբասիկ սիրելներ, սկանչելի թաս է մեզի, որ այսօր Սուրբ Հովան Մանտագունի հայրաբեդ դվավ։ Սորվեցակ, որ երկու կարասունքներ կան։ Մեկը դրդմության կարասունքն է, Քրիստոսի հետ չարչարագից լալու կարասունքն է, քարաստորի այս շրջանն է, բայցողության շրջանն է, մեղքերու խոստովանության շրջանն է, իսկ մյուսը հարության, ուրախության, ծնծության կարասունքն է, որ Քրիստոսի զադիգեն հարութենեն մինչև համբարձում կդեվե։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, եկեք այս քարաստորիա շրջանին մեր անձը խոնարհեցնենք, իսկապես սիրելիներ, անգերտ սրտով Տիրոջ դիմաց կանգնենք, եկեք մեր գուրծ կծեծենք, եկեք մեր միտքով ամեն օր չարչարագից ըլլանք Քրիստոսի, որովհետև Քրիստոս մեզի համար գրեց այդ բոլոր չարչարանքները եւ կարողանանք սիրելիներ քարաստորի այս շրջանին մեզի թեմ ցծվող հայտնվող սատանայի փորձություններուն հաղթել բակով, աղոթքով, ձոմաբաությամբ, որբեսի արժանի լանք սուրբ զադիգը դոնելու եւ Քրիստոսի հարությունը փառավորելու։ Աստված ցեզ արադաբես տողորտն է, բարի եւ օրհնյալ շաբաթավերջ ձեր բոլորին։